Բարև ձեզ, Օրագիր Նյուզի եթերում օրակարգն է, իմ հյուրն այսօր Ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանն է։ Բարև ձեզ Տիկին Կյուրեղյան, շնորհակալ եմ, որ այստեղ եք։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Տիկին Կյուրեղյան, սկսենք Սուրբ Աննա եկեղեցում Նիկոլ Փաշինյանի թիկնապահների հետ միջադեպից հետո կալանավորված Դավիթ Մինասյանի առողջական վիճակից 18-ամյա տղային այսօր արդեն հիվանդանոցից կրկին բանտ են տեղափոխել դատախազության դիմացել, թեպետ անդադար մեկ շաբաթյա նստացույց է անցկացվում, բայց գլխավոր դատախազը անգամ չի իջնում եւ չի փորձում լսել այս մարդկանց, ովքեր պահանջով դիմում են իրեն խնդրանքով ավելի ճիշտ կլինի ասել։ Ձեր գնահատմամբ ի վերջո ինչ է իշխանությունը տղային նման խիստ ձևով պատժում եւ սրանով Փաշինյանը ինչ ուղերձ է փոխանցում հասարակությանը, առաջին հերթին գուցե երիտասարդներին։ Շատ կարևոր հարցի մասին սկսեցինք խոսել, այո, հենց ես կասեի ձեր վերջին նախադասությունից, իմ միտքը շարադրեմ, ինքը առաջին հերթին մեծ ուղերձ է ուղղում հենց երիտասարդությանը, ինքը շատ լավ հասկանում է, որ այսօր իր վերարտադրման, իշխանության վերստանման համար առաջին հերթին պայքարում է երիտասարդությունը եւ ինքը դրանով ուղերձ է հղում երիտասարդությանը, փորձում է վախեցնել, որպեսզի նրանք ըստ էության բողոքների ցույցերի մասնակից չդառնան, որպեսզի նրանք իրենց շրջապատով իր իշխանության վերարտադրության դեմ քայլեր չիրականացնեն եւ բացի այդ, եթե հիշում ենք ու կարեւորը որ իհարկե հիշում ենք, դա հենց Սուրբ Աննա եկեղեցու դեմ պայքարի այս շրջանակներում այդ ամեն ինչը կատարվեց քաղաքական գործունեության խաթարումը։ Մի հարցնող լինի, դու ինչ գործ ունեիր Կիրակի օրով եկեղեցում քաղաքական գործունեություն իրականացնելու։ Դու ով ես։ Դու ընդհանրապես սովորական քաղաքացի ես, որ քեզ հայտարարում ես քրիստոնյա, մտել ես եկեղեցի, բարի եղի քո մասնակցել պատարագին, եկեղեցու կողմից այդ օր մատուցվող Սուրբ օրվան այդ պատարագին եւ քո ընդհանրապես պարզ մասնակցությունը պիտի դու ցուցաբերեիր։ Դու այդտեղ պաշտոնյա չէիր։ Սա է ամենակարևոր հարցը, որ ինքը մոռանում է, որ ինքը եկեղեցում քաղաքական գործունեություն ծավալելու իրավունք չունի, ել չեմ ասում բարոյական իրավունքը։ Եվ խոստովանում են, որ այս ողջ process-ը քաղաքական է։ Ըստ էության ինքը չի էլ հրաժարվում, որ ինքը կամ այդքան միամիտ չի, ես միշտ ասել եմ իմ բոլոր ելույթներում, որ ինքը այդքան էլ հարիվ չի, ինչպես ներկայանում է, եւ ինքը այդքան միամիտ չի, որ սխալմամբ ինչ որ բառ օգտագործեր։ Նա հստակ խոստովանություն է կատարում, որ այո, ինքը քաղաքական գործունեություն է ծավալում, քնած, արթուն, եկեղեցում թե փողոցում, միևնույն է, իր գերխնդիրը վերարտադրվելն է եւ այստեղ էլ ես կարող եմ ողջամիտ կասկած ունենալ, որ իր թիկնապահները սադրեցին այդ միջադեպը։ Այո, եթե նայում ենք այդ կադրերը, իսկապես ինչ արվեց։ Հրեցին երիտասարդին, նույնիսկ գցեցին վայր, որի հարվածեցին, որի արդյունքում նա վնասվածքներ է ստացել, որի արդյունքում նա այսօր ծանր առողջական վիճակում է եւ երբ որ երիտասարդը փորձեց ձեռքով ուղակի արձագանքել այդ հարվածին, ստացվեց, որ երիտասարդը ոտնձգություն է իրականացնում մեծն վարչապետի նկատմամբ, ընտրյալ ժողովրդի ընտրյալ լեգիտիմ ընտրված վարչապետի նկատմամբ։ Սա խայտարակություն է, սա նաև մյուս կողմից իրենց դիմակի պատրման գործողությունը եւ բացի դա նրանք շատ բացահայտ ցույց են տալիս ինչ տեսակ են իրենք, մարդկային որ տեսակին են պատկանում, այնպես որ դա էլ պետք է հաշվի առնի մեր հանրությունը ընտրություններում այս տեսակին մերժելու չափը ճշտելու համար։ Ընտրություններին դեռ կանրադառնանք, բայց նույն այս տղային աջակցելու մասով, որովհետև գիտենք իր հիվանդությունների հետ կալանքը անհամատեղելի է, ինչ քայլեր պիտի ձեռնարկենք ու առաջին հերթին ընդդիմությունը մենք կարծես թե այս ակցիաներին չենք տեսնում ընդդիմադիր գործիչներին։ Նախ անկեղծ ասած ընդդիմությունը միշտ աջակցում է իր ընտանիքի, բայց ընտանիքի անդամների խնդրանքն է եղել, որ մենք այնտեղ այսպես ասած բացահայտ չերևանք, որպեսզի իրապես այդ Նիկոլի իշխանությունը դրան առավել եւս քաղաքական գնահատական չտա եւ տղային չմոտենան որպես քաղաքական մարմնի քաղաքական անձի նկատմամբ ոտնձգություն իրականացնող։ Սա ուղղակի Դավիթի ծնողների պահանջ խնդրանքն է։ Տիկին Կյուրեղյան, գործող իշխանությունն իր ամենամեծ ձեռքբերումներից մեկը համարում է առողջապահության համընդհանուր համակարգի ներդրումը այս ապահովագրության եւ սա թոշակառուների նկատմամբ հոգատարության դրսեւորում են իրենք որակում 65-ից պլյուս տարիքի ներկայացուցիչների համար սա անվճար է, գիտեք, օրերս էլ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարեց, որ միայն 26 թվականի առաջին եռամսյակում 600,000 քաղաքացի է օգտվել այս ծառայություններից անվճար։ Ձեր գնահատմամբ ներդրված համակարգը որքանով է արդարացնում իրեն եւ նախարարի նշած թիվը
որքանով է մոտ իրականությանը, դուք առողջապահության հանձնաժողովի անդամ եք եւ այս խնդիրները մշտապես ձեր ուշադրության կենտրոնում են։ Շատ կարևոր հարց է, այո, գիտեք ինչ, որևէ մեկը, որևէ երկրում, եթե կասի, որ առողջության ապահովագրության համակարգի ներդրումը սխալ բան է, չէր կարելի անթույլատրել է, իհարկե սխալ կլինի, որովհետև չկա ավելի լավ համակարգ, որ որևէ կառավարություն կարող է առաջարկել իր ժողովրդին, եւ բնականաբար առողջության ապահովագրության համակարգը շատ լավ գաղափար է, շատ լավ համակարգ է, բայց այս համակարգը ներդնելու համար պետք է լուրջ նախապատրաստական աշխատանքներ իրականացվեր։ Պետք է լուրջ հաշվարկներ իրականացվեին եւ պետք է հայտարարվեին ոչ թե միանգամից այսպես մեծ խմբեր, սոցիալական խմբերի ներգրավվածություն համակարգում, այլ միգուցե փուլ առ փուլ պետք է ներդրում իրականացվեր, որպեսզի յուրաքանչյուր ինչ որ կիսամյակում կամ ինչ որ ժամկետի մեջ վերհանվեին համակարգում արկա խնդիրները, այդ խնդիրների լուծում տրվեր եւ նոր սոցիալական խումբ ավելացվեր։ Դա սովորական ամենօրյա աշխատանքային մեխանիզմ է որևէ կառավարության եւ այսպիսի կարևոր համակարգը այսպես միանգամից ներդնելը բնականաբար դի վերաներ լուրջ խնդիրներ եւ արդեն վեր է հանել այդ լուրջ խնդիրները ըստ էության բոլոր հերթերը ըստ էության բողոքները դեղերի հատկացման հավելավճարների նկատմամբ ըստ էության բժիշկների բողոքները իրենց աշխատանքը շատ ցածր գնահատելու այս հարցերի շուրջ լուրջ բողոքներ կան շատերը հազանգում են որ պակասել է աշխատավարձը գիտեք պակասել է որովհետև իրենք միավոր աշխատանքի դիմաց աշխատավարձի չափը շատ ցածր են գնահատել եւ երբ ես այդ հարցը բարձրացնում եմ նախարարի ու փոխնախարարի առջեւ փոխնախարարը չի հասկանում այդ կինը կամ չի ուզում հասկանալ թե ինչու իրենց ասած բարձրացումը իրականում բարձրացում չէ։ Ես օրինակ եմ վերում, ասում եթե մինչև հիմա բժիշկը 10 ծառայության դիմաց ստանում էր 100,000 դրամ, հիմա 30 ծառայության դիմաց ինքը ստանում է 120,000 դրամ եւ ինքը հայտարարում է, որ այդ բժիշկը բժշկի աշխատավարձը բարձրացել է։ Հասկանում եք, սա ամենաանգրագետ կամ ամենաչցանկացող մարդու հայտարարությունն է։ Նա չի ուզում տեսնել այդ երևույթը։ Ասում եք, ինքն ուրեղան չեմ հասկանում այդ ինչ եք ասում։ Դե չեք հասկանում, որովհետև ձեզ ձեռք չի տալիս։ Բայց այսինքն ես երբ հարցը բարձրացնում եմ նախարարին, ասում եմ, դուք բժշկին օգտագործում եք որպես էժան աշխատուժ։ Չի կարելի եւ բժշկա այս նման կարևոր համակարգը առանց բժշկի երկարաժամկետ չի կարող գործ ունենալ, բայց բժիշկն այս աշխատավարձով աշխատանքի այս գնահատումների մակարդակում չի կարող երկար աշխատել եւ ճիշտ էլ կանի որ չի աշխատի։ Ի վերջո ինչքան կարելի է նման ձևով չգնահատել բժշկի աշխատանքը, բժիշկը տարիներով 10 տարուց ավել մարդիկ սովորում են, մի 5-6-7 տարի աշխատում են, որ իրենք դառնում են կայացած բժիշկ։ Հիմա այս կայացած բժշկին ասում են դու չէ, դու պետք է վճարվես շատ ցածր, որովհետեւ մենք այդպես ենք ուզում, որովհետեւ մենք ուզում ենք վերընտրվել, իսկ մեզ պետք է որ թոշակառուն մեզ ընտրի, այ դու պարտավոր ես քո աշխատանքը ձրի իրականացնել, որ այդ թոշակառուն ի շնորհակալություն ձեր աշխատանքի ընտրի ԿՊ-ին։ Նախարարն էլ պարգևավճար ստանա եւ այդ պարգևավճարները իրոք հայտարարություն էին եւ ես հենց դա էի հարցնում Տիկին Ավանեսյանից հարցրել եմ իրեն Տիկին Ավանեսյան, այսինքն դուք հայտարարում եք որ այո նախարարը պետք է պարգևավճար ստանա որպիսի նա մոտիվացված լինի լավ աշխատելու։ Իսկ այդ բժշկին մոտիվացիա պետք չի լավ աշխատելու համար։ Դուք ծանրաբեռնվածությունը եռապատկել եք, աշխատավարձը առնվազն կրկնակի իջեցրել եք։ Սա այդ ոնց եղավ դուք մոտիվացիա եք ուզում, միլիոններով պարգևավճար եք ուզում, իսկ բժիշկը պետք է բավարարվի իր աշխատավարձից ցածր աշխատավարձ ստանալու այս հարցերով։ Իրենց չափ պրոֆեսիոնալ չեն բժիշկները։ Միգուցե իրենք, բայց միևնույն է, հասկանում եք, որպեսզի ինքը այդ պարգևավճարը ստանա, իր խոստացած համակարգը պետք է գործի, որպեսզի համակարգը գործի, բժիշկը պետք է աշխատի, իսկ որպեսզի բժիշկը աշխատի, պետք է լավ վարձատրվի։ Սա այնքան պարզ տրամաբանություն է։ Այսինքն ճիշտ եմ հասկանում, եթե այս տրամաբանությամբ շարունակենք, վաղ թե ուշ այս համակարգը փլուզվելու է։ Այս համակարգը փլուզվելու է ոչ միայն եւ ոչ այնքան նաեւ, հա, բժիշկների ըստ արժանվուն չգնահատելով, նաեւ այն պատճառով, որ հաշվարկները, ես սկզբում ասացի, բոլորովին սխալ են իրականացվել, եւ այսօր արդեն այս պահից սկսած կանգնել են փաստի առաջ, ընդամենը մարտի 12-ին կառավարության նիստով որոշեցին եւ պահուստային ֆոնդից
2.9 պահոստային ֆոնդից 2.5 միլիարդ եւ 400 միլիոն ուրիշ ծրագրից գումար վերապրոֆիլավորումը ուղարկեցին, փոխանցեցին ապահովության համակարգին եւ ընդ որում այդ փոխանցած գումարը բավարարում է միայն փետրվարի 20 մինչեւ փետրվարի 28-ը կատարված ծախսերի 86%-ի վճարմանը, ոչ ամբողջովին, որովհետեւ նայ գումարը ըստ էության փոխհատուցվում է, տրամադրվում է հիմնադրամին երամսյակը 1։ Հիմա այդ երամսյակային հաշվարկների արդյունքում 3.4 միլիարդի պակասորդ ունեն իրենք։ Այսինքն 3.4 միլիարդ եւ այդ 3.4 միլիարդի 2.9 այստեղից այնտեղից բերեցին պահոստային ֆոնդից, այսինքն պահոստային ֆոնդը մարտի 12-ի որոշումով արդեն 2.5 միլիարդով պակասել է։ Սա լուրջ խնդիր է, սա լուրջ անվտանգային խնդիր է։ Այդ 400 միլիոնը, որ ես ասացի, բերվել է հանրության առողջության ապահովման ծրագրից եւ դեղապահովման ծրագրից։ Ընդ որում այդ երկու ծրագրերը 3-րդ եւ 4-րդ եռամսյակներում ունեն 0 գումար նախատեսված։ Այսինքն ամբողջությամբ 3-րդ, 4-րդ գումարի այս ծրագրերի համար նախատեսված գումարները արդեն բերվելու ծախսվել են դեղապահովման ծրագիրը 3-րդ եւ 4-րդ կիսամյակներում, եռամսյակներում կներեք, արդեն գումար չունի նախատեսած։ Այսինքն ստացվում է, որ մենք ֆինանսական լուրջ պակասորդ ունենք արդեն։ 3-րդ եռամսյակի գումարներ շատ բերվել են առաջին եւ երկրորդ եռամսյակ։ Այսինքն իրենց համար կարևորը իրենց վերարտադրությունն է։ Ես իրենց էլ եմ ասել, ինձնից հետո ջրհեղեղ սկզբուքն է իրենց մոտ աշխատում։ Մինչեւ հունիսի 7-ը ձգեն մարդիկ ստանան այդ ապահովագրությունը, դժգոհ, ոչ դժգոհ եւ այլն, եւ հետո նոր արդեն գնա ինչ կլինի։ Այստեղ բողոք է կարևոր նաեւ, եթե խոսում ենք ապահովագրությունից, տեսեք, երկրորդ խմբի հաշմանդամները, ասենք Պարկինսոնի հիվանդները, հա, նրանք դեղերը մինչեւ այս համակարգը ստանում էին անվճար։ Հիմա այս համակարգի ներդրումով իրենք արդեն պետք է համավճար վճարեն եւ ընդ որում համավճարը փոխանցվող գումարի կրկնակի չափը կարող է լինել։ Այսինքն 8400 դրամանոց դեղի համար, եթե միջև հիմա մարդ անվճար էր ստանում, ինքը արդեն 6000 եսի ինչքան դրամ է, այդքան վճարում է համավճար։ Սա խայտառակություն է, սա չհաշվարկման, սա լուրջ չմոտեցման արդյունք է ընդհանրապես։ Էլ չխոսենք հակասոցիալական ուղղվածություն, որ ամենակիչ եկամուտ ունեցող մարդիկ դուրս են մնում այս համակարգից նաև։ Երբ որ խոսվում էր, հա, իրանք ավելացրեցին 65 եւ ավել է, եւ ես ասեցի, ես ինքս եւ մեր խմբակցության անունից առաջարկություն եմ արել, որ պետք է ավելացնել այդ սոցիալական խմբերին նաև 63-64 տարեկաններին։ Իսկ 63-64 տարեկանների քանակը 100,000 էր։ Եվ նրանք ասում են մենք հաշվարկել ենք ու մենք այդքան հնարավորություն չունենք։ Եվ ես հենց այդ պահին ցույց տվեցի այդ 100,000-ի տեղ, ասեցի, գիտեք, 200,000 եւ ավել աշխատողների թիվը, որոնք որ պետք է ապահովագրավճար վճարեն, դուք ներկայացնում եք 294,000, բայց ըստ ՊԵԿ-ի տվյալների 395,000 է, ահա ձեզ 100,000-ը։ Դուք այսինքն արդեն այդ 100,000-ի պակասը դու այդքան ապահովագրավճար եւ բացի դա ունեինք, չէ, շատ են, քիչ չեն մարդիկ, ովքեր 63-64 են աշխատող են, այդ 200,000 ավել ստացողների մեջ են, 63-64 են հաշմանդամներ են, սոցիալական անապահով, այսինքն արդեն այդ խմբերի մեջ են։ Պետք էր ուղղակի ճիշտ հաշվարկներ անել, պետք էր ուղղակի, այո, քիչ միակողմանի ծնողազուրկ ուսանողները ստացիոնար սովորող չկան, որոնց թիվը շատ քիչ է։ Ասենք կարող է մի քանի 100 լինի ընդհանրապես, բայց մի ամբողջ սոցիալական խումբ է։ Փող չունենք, դե փող չունեք, ձեր պարգևավճարի փողը ունեք, բայց սոցիալապես անապահով ծնողազուրկ ուսանող երեխայի ապահովության վճարի համար նման փոխանցումների հնարավորություններ չունեք։ Եվ իհարկե ցավոտ տեղը բժիշկների աշխատավարձը, բժիշկներին ըստ արժանույն չգնահատելը բերելու է շատ ավելի լուրջ խնդիրների։ Բժիշկները արդեն սկսել են, արդեն կա այդ շարժը, հա, մարդիկ արտագաղթի միտում է, նրանք վերապրոֆիլավորվելու են, նրանք գնալու են այնպիսի ոլորտ, որը ապահովագրական համակարգի շրջանակներով չի իրականացվելու նրա ծառայությունը, կամ իհարկե դիմելու են արտագաղթելուն, էլ չեմ ասում մարզերից դեպի Երևան արտագաղթի մասին։ Սա մի խայտառակ իրավիճակ է եւ բերելու է լուրջ անվտանգային խնդիրներ։ Առողջապահության ոլորտը ծնելու է
խնդիրները արտագաղթը մարզերից քաղաք Երևանից դուրս այս կրթության ոլորտն է փոխկապակցված, գիտենք դպրոցներ են փակվում, դպրոցները եթե այդպիսի հարց մենք կարող եմ նաև խոսել դպրոցների փակման մասին, իրոք շատ լուրջ խնդիրների առաջ ենք կանգնում, ապահովագրության համակարգը ամենախայտառակ ձևով ներդրված համակարգերից մեկն է։ Հիմա ինչ եք կարծում, նույն այս ապահովագրության համակարգով թոշակների բարձրացմամբ, որը հոգատարություն է մեկնաբանվում, սա ընդհանուր ընտրական պատկերի վրա ինչ ազդեցություն կունենա, նույն թոշակառուները ձայն կտան Նիկոլ Փաշինյանին, քանի որ մասնագետների պնդմամբ նրա նախորդ հայտարարությունը, որ թոշակառուները չեն իմանա այդ ավելացված գումարը որտեղ ծախսեն, այսպես ասած մեծ ռեզոնանս էր առաջացրել ու սա ստիպեց գնալ թոշակների բարձրացման։ Տեսեք, ոչ միայն դա ստիպեց, իրենք նաև իրենք խոստումների մեջ ունեին, հա, միջին կենսաթոշակը պետք է հասցնեին նվազագույն սպառողական զամբյուղին։ Դա խոստում էր, որ 21 թվականի ծրագրով նրանք ներառել էին եւ այդ ծրագրով այդ խոստումներով նաև ընտրվել էին, բայց իրականում նրանք այդ խոստմանը մոդել չէին։ Միջին կենսաթոշակը մեր կենսաթոշակառուի 49000 էր եւ իրենք այս հետ վերադարձի մեխանիզմով լավագույն դեպքում իրենց տված թվերն եմ ասում 4100 դրամ էր հետ վերադառնում միջին հաշվարկով։ Հիմա երբ որ իրենք ավելացրել են նույնիսկ այս 10000-ը, հա, ապրիլին, ընդ որում խայտառակ ձևով, դե եթե դուք ապրիլին տեսնում եք այդ հնարավորությունները, չէ՞ որ ընդամենը դեկտեմբերի 25 թվականի դեկտեմբերին մենք բյուջե ենք հաստատել, բայց ինչու բյուջեի ժամանակ այդ մասին չէիք խոսում եւ դեռ ավելին հայտարարում էիք, որ 63-64 տարեկանը ինչ թոշակառունակ թող գնա բիզնեսով զբաղվի, 10000 դրամը նա ծախսելու տեղը չգիտի, լավագույն դեպքում պետքա մի քիչ տունը շատ տաքացնի, այնպիսի խայտառակ հայտարարություններ եւ հետո այս 10000-ը, որ իրենք ապրիլին ավելացրել են, դրա մասին սկսեցին խոսել փետրվարից եւ գնաճը այդ իրենց խոստումների հաշվին արդեն այնքան ավելացավ, որ այս 10000-ը գնաճի ընդամենը կեսի-կեսն է ապահովելու։ Այսինքն մենակ ապրիլին արդեն փաստացիորեն մենք ունենք շատ լուրջ գնաճ, որը պայմանավորված է հենց իրենց հայտարարություններով։ Այսինքն իրականում այս 10000-ը եւ միջին սպառողական զամբյուղը այս պահի դրությամբ 82000 դրամ է։ Դե եկեք 49 գումարենք, 10 գումարենք, 4000 գումարենք, լավ 4-ը չէ, 6000։ Մենք ստանում ենք 63000 դրամի գումար։ 63, լավ, եթե 6000 են գումարում, 65000 նուր, 72000 նուր։ Միջին սպառողական, էդել 82000 միջին սպառողական զամբյուղի հաշվարկը դեկտեմբերի 25 թվականի հաշվարկով, այս գնաճը հաշվի չառնելով, եթե այս գնաճն էլ հաշվի առնենք, այսինքն ինչքան բարձրացնում են, այնքան հեռացնում են։ Արդյունքում դա է ասում, ինչքան իրենք հայտարարում են բարձրացման մասին, իրենց սխալ վարած քաղաքականության արդյունքում գնաճը ավելանում է եւ իրենց բարձրացումը ավելի է հեռացնում միջին սպառողական զամբյուղից այս թվերը։ Բայց այնուամենայնիվ մարդը տեսնում է, որ իր թոշակը 10000 դրամով ավելացել է, ապահովագրությունն էլ ունի, գնալու է ընտրի Նիկոլ Փաշինյանին։ Մարդը տեսնում է, հետո երբ հարց է բարձրացնում, այդ ապահովագրության, ասում է, դե գիտեք, այդ 82000-ի մեջ կա նաեւ դեղերի հաշվարկը, ասենք մենք ինչ որ գումար նախատեսել ենք դեղերի, դե մենք ապահովագրությունով այդ դեղերը վճարում ենք։ Ասում լսեք, ի վերջո, այսինքն ինչ են անում, ասում են մարդիկ դուք ապրեք կիսասոված, կիսատակ սենյակներում, մրցեք, հիվանդացեք, այ հենց հիվանդանաք մենք ձեզ կբուժենք։ Սա սոցիալական ծրագիր չի, սա սոցիալական քաղաքականություն չի։ Դուք ոչինչ որ հիվանդանում եք, որ հիվանդանաք, մենք ձեզ կբուժենք, սա է այս իշխանության քաղաքականությունը։ Այսպես մարդը հասկանում է, չէ՞ դա։ Այդ իրեն տուր, այդ իր նորմալ թոշակը, ձեր խոստացած միջին զամբյուղին հավասար թոշակը, ինքը կիսասոված գոնե չապրի, գոնե նվազագույն այդ կարիքները բավարարի, ինքը կիսատակ սենյակում չապրի, մի քիչ հնարավոր տա եւ քիչ հիվանդանա, եւ այդ քիչ հիվանդության արդյունքում դու քիչ փողեր ծախսես այսօրվա ապահովագրական համակարգում, որ այսպես թմկահարելով առաջ է ստանում, որ իրականում իրենց իսկապես պետք չի, գուցե չէ, ես միշտ ասել եմ ու ասում եմ, որ դա իրենց պետք չի, որովհետև ինչքան մարդը առողջ հիվանդ է, ինչքան մարդը չկրթված է, անառողջ է, այնքան շատ ավելի կախյալ վիճակում է եւ այնքան շատ ավելի հեշտ կարելի է նրանց կառավարել, հետեւաբար կառավարել ընտրություններում իրենց համար ընտրող դառնելու եւ բնականաբար իրենց վերընտրվելը կհեշտանա։ Իսկ վերընտրվելուց հետո, ինչպես 21 թվականից հետո իրենք
ոչինչ չարեցին, մեկ էլ այս վերջի մի քանի ամսում այսպես ծիտիկներ են նկարում իրենց ծրագրի մեջ, նույնն էլ կլինի Աստված մի արած չէ, որ սրանք վերընտրվեն, այս նույն պատկերը, բայց իհարկե շատ ավելի դաժան կլինի, որովհետև մենք արդեն Հայաստան երկրի գոյության լուրջ խնդիրների, մարտահրավերների առաջ կլինենք, մանավանդ որ արդեն իրենք իրենց ծրագրում այնպիսի բաներ են հայտարարել, որ դրանք ուղղակի խայտառակություն է։ Տիկին Գյուլիան, Դաշնակցությունը առաջիկա ընտրություններին կրկին Հայաստան դաշինքի կազմում է մասնակցելու եւ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդությամբ։ Անձամբ ինչ ակնկալիքներ ունեք այս ընտրություններից եւ մարդիկ այս անգամ ինչի պիտի ձեր ուժին ձայն տան, քանի որ թեպետ ձեր խմբակցության անդամների մի մասը, այդ թվում դուք այս անցնող տարիներին ակտիվ խորհրդարանական գործունեություն ծավալեցիք, Նիկոլ Փաշինյանին հաճախ շատ անհարմար հարցեր տվեցիք, որոնց պատասխանելիս նա ինքնատիրապետումներ կորցնում եւ անցնում անգամ անձնական վիրավորանքների եւ այլն, բայց ձեր գլխավոր խոստումը, որի համար մարդիկ ձեզ ձայն էին տվել, այն էր Փաշինյանին հեռացնելը, սա ցավոք սրտի չհաջողվեց կյանքի կոչել ու դրա համար նաեւ որոշակի հիասթափություն կար ձեզնից։ Հիմա մարդիկ ինչի պիտի ձեզ ձայն տան։ Շատ կարևոր բան ասացիք, մեր գլխավոր խոստումը, բայց եկեք հասկանանք, որ մենք գլխավոր խոստումը տալիս էինք նախընտրական ժամանակում, որպիսի մարդիկ մեզ վստահեին եւ մեզ տային բավականաչափ ձայն, որ մենք այդ հնարավորությունը ունենայինք։ Պարզապես մենք այդ հնարավորությունը չունեցանք, բայց այսօր ակնհայտ է, չէ, որ հանրությունը շատ ավելի է տեսնում Փաշինյանի իշխանության երկիրը կործանման տանելու այս քայլերը։ Այսօր ակնհայտ է, որ ժողովուրդը, հանրությունը շատ ավելի է դեմ այս իշխանությունների վերընտրմանը եւ արդյոք դուք ուզում եք ասել, որ այս կարծիքների, մոտեցումների փոփոխությունը կտրուկ դեպի իշխանությանը հեռացնելու, օրվա իշխանություններին հեռացնելու այս գործում մենք մեր աշխատանքով դեր չունենք, իհարկե սխալ կլինի այդպես կարծել։ Հենց մենք էինք, որ մեր աշխատանքով, թեկուզ արտաքինից չի երևում, որ դա արդյունավետ է, հենց այդ մեր աշխատանքի արդյունքում մենք մաշեցրեցինք այս իշխանությանը, մենք այսօր հասցրեցինք հանրությանը այս մտածողությանը, որ այո, իշխանությունը իր վարած քաղաքականությունով երկիրը կանգնեցրեց կործանման հաշվին եւ այն ամենը թե իբր թե իրենք ոչ մի հարցում մեղավոր չեն, ունենք այն ինչ ունենք, ինչ պետք է լիներ, դա այդպես չէ եւ հանրությունը դրանում համոզված է եւ հանրությունը համոզված է, որ այդ ամենում մեղավոր է Փաշինյանը, իր իշխանությունը, իր վարած քաղաքականությունը եւ ծրագրով վարած քաղաքականությունը։ Իսկ այդ ամենում մեր գործունեությունը դե բնականաբար գիտեք ինչ, եկեք շատ կարևոր հարցեր եք տալիս, բայց այստեղ մեր գերխնդիրը մեր վարկանիշի բարձրացումը չի։ Մեր գերխնդիրը հանրությանը հասկացնել, համոզել, որ այս իշխանությունները վտանգավոր են մեր երկրի համար եւ այս իշխանություններին պետք է օր առաջ հեռացնել իշխանությունից։ Եթե մեր գերխնդիրը վարկանիշը բարձրացնել լիներ, մենք շատ ավելի պոպուլիստական ելույթներ կարող էինք ունենալ, մենք շատ ավելի այսպես, չգիտեմ, ուրիշ քայլեր կի, բայց մեր գերխնդիրը այս իշխանությանը, այս երկրի կառավարությունից հեռացնելն է, այս ուժին, հասկանում եք, եւ այդ առումով մենք մեր գործը արել ենք եւ եթե այսօր մենք ունենք 3 խոշոր ընդդիմադիր բլոկներ, ովքեր որ միասին հույս ունեն, որ այս իշխանությանը պետք է հեռացնեն, այդ մեր աշխատանքի արդյունքից է նաև, էլի, այնպես որ գնահատականները պետք է ճիշտ տալ եւ ես էլի եմ կրկնում, մենք մեր գերխնդիրը մեր վարկանիշի բարձրացումը չենք դրել։ Մեր գերխնդիրը հետագա, այսինքն այս առաջիկա ընտրություններում նորից վերընտրվելը չենք դրել 21 թվականից։ Մեր գերխնդիրը ամեն ինչ անել, որ ժողովուրդը թեկուզ 21-ին ընտրվեց, բայց հասկանա, ընդունի եւ այլևս չմերժի այս ուժին եւ վերընտրվելու հնարավորություն չկա։ Ինչ կարծում հասել եք սրան։ Ես մտածում եմ, որ այո 3 ընդդիմադիր բլոկներով մենք անպայման պետք է կարողանանք հասնել այդ նպատակին, մենք անպայման հնարավորություն չենք թողնելու ԿՊ-ին վերարտադրվելու։ Հակառակ պարագայում Աստված մի արածց է, մենք երկիրը կորցնելու վտանգի առաջ ենք կանգնած, երկիրը թրքացնելու վտանգի առաջ ենք կանգնած, երկիրը թուրքական վիլայետ սարքելու հարցի առաջ ենք կանգնած։ Այսինքն ինչ է նշանակում, եթե սա այս իշխանությունը վերարտադրվի, այսինքն մենք պետք է ունենանք սահմանադրություն, որը թելադրվում է Ադրբեջանի կողմից։ Այսինքն մենք պետք է մենք չունենանք մեր բանակը, որովհետև Ադրբեջանը թույլ չի տալիս, չի ուզում, որ մենք բանակ ունենանք։ Այսինքն մենք պետք է ունենանք 300,000
ադրբեջանցիներ, որոնք պետք է գան, ինչպես Ալիևն է պահանջում, ապրեն Հայաստանում, դառնան Հայաստանի քաղաքացիներ, դառնան, ինչպես նիկոլիզմի երկրորդ 002 թեզն է ասում, դառնան քաղաքացիներ, երկրի տերը, ընտրողները եւ այս շատ կարճ ժամանակում իրենք էլ աճման արագ տեմպեր ունեն, 1 միլիոն ընտրողով երկիրը կդարձնեն իրենցը։ Այսինքն մենք սա ենք ուզում, իհարկե մենք դա չենք ուզում եւ ես հույս ունեմ, որ երեք ընդդիմադիր ուժերը միասին կհասնեն այս ամենին եւ իրապես մեր հանրությունը իր ձայնը կտա ազգային, իր փորձառությամբ արդեն փորձված, իր այս երկիր մարտահրավերներից դուրս հանելու ծրագիր ունեցող եւ ամենակարևորը այդ ծրագիրը իրականացնելու կարողականություն ունեցող թիմով եւ մենք անպայման պետք է ԿՊ-ին հեռացնենք իշխանությունից։ Սա ուրիշ տարբերակ չունենք, քան այս նպատակին հասնելը։ Թիմ Գյուրեղյան, ասում եք, որ իշխանափոխությունը երեք ուժերի միավորման արդյունքում պիտի լինի, բոլորի համար էլ ակնհայտ է, որ լավագույն դեպքում դա այդ կոալիցիոն ճանապարհով պետք է լինի, բայց ձեր հիշատակած մյուս երկու ուժերը, մեկը առաջնորդի մակարդակով, մյուսը ներկայացուցիչների մակարդակով, ասում են, որ Հայաստան Դաշինքի հետ կոալիցիա չեն կազմելու եւ չեն համագործակցելու։ Ձեզ համար հասկանալի է այս վերաբերմունքը իրենց կողմից։ Եվ հարցս ավարտեմ, դուք պատրաստ եք, եթե իրենք ձեր տեխնացուով դա չանեն, դուք իրենց աջակցեք հնարավորության դեպքում, որ իշխանափոխությունը կայանա։ Մենք արդեն հայտարարությունել ենք, այդ ուղղությամբ տարածել, այո, մենք հայտարարել ենք, որ այո, եթե մեզնից կախված լինի իշխանափոխությունը, մենք անպայման իրականացնելու ենք, այսինքն մեզնից կախված մանդատները մենք անպայման մանդատներով օգնելու ենք իշխանափոխությանը, եթե դա մեզնից կախված լինի, միանշանակ չէ կասկածել չլինի։ Իհարկե, բոլորովին ոչ մեկը չի կարող այսօր ոչ այդ երեք ուժերից եւ ոչ մեկը չի կարող միանշանակորեն պնդել, որ դա իր տեխնացուն է լինելու։ Եվ մենք էլի ենք ասում, այո, մենք ձգտում ենք, որ դա մեր տեխնացուն լինի, բայց եթե նույնիսկ մեր տեխնացուն չլինի, բայց մեր գերնպատակը վերարտադրվելը չէ, մեր գերնպատակը երկիրը այս ապիկար պետականական ապազգային ուժից ազատվելն է, դեպի թերքացում տանող ուժից ազատվելն է, այո, մենք գնալու ենք այդ, մենք աջակցելու ենք այն ուժին, որ ավելի շատ ձայն կտանի եւ ով ազգա իր ձևով ու իր տեսակով ազգային կլինի եւ այդ պետականամետ քաղաքականությունը կիրակացնի եւ մենք դրա մասին խոսել ենք եւ իրենց դիրքորոշումը ձեր նկատմամբ հասկանալի է։ Եկեք իրենց էլ ինչ որտեղ միգուցե հասկանալի է, ինչու, որովհետեւ ամեն դեպքում մենք կայացած հանրությանը ճանաչելի ուժ ենք, իրենք նոր են ներկայանում, այնպես չի որ ասենք ենթադրենք իրենք լրիվ նոր դեմքեր են, չէ, բայց նաեւ որպես քաղաքական ուժ կամ ընդհանրապես գործունեություն չծավալած կամ նախկինում ծավալած վաղուց արդեն մոռացված ուժ են եւ իրենք իրենց մասին վերհիշեցնելու խնդիր ունեն դրած միգուցե ոչինչ այդպես բայց ամեն դեպքում ես նույնիսկ ես էլի եմ ասում ոչ միայն նորմալ եմ վերաբերվում ես համոզված եմ որ եթե հարցը հասնի դրան իրենք միավորվելու են մենք միասին ենք անելու դա որևէ մեկ ուժ ցավոք սրտի այսօր չի կարող այս իշխանությանը մենակ հեռացնել դա պետք է ընդունենք հակառակ պարագայում մենք կողմենք փաստորեն այսինքն այն ուժը որը որ դա չի ընդունում ինքը կողմ է սրանց վերարտադրվելուն Այս ապազգային քաղաքականությունը վերարտադրելուն ես չեմ կարծում, որ որևէ ազգային ընդդիմադիր ուժ դրան կգնա։ Ես ուսում եմ նաև մենք Հայաստան Դաշինքի շանսերին անդրադառնանք։ Այս օրերին ընդդիմադիր մի թևից, որոնք ընտրություններին չեն մասնակցում եւ որոնց հետ էլ նախկինում կոալիցիոն համագործակցության փորձ ունեցել է նույն դաշնակցությունը, տեսակետ է հնչում, որ Հայաստան Դաշինքին չի հաջողվելու 8%-ի շեմը հաղթահարել, նշում են, որ լինելու է ամենամեծ ձայներ փոշիացնողը եւ անգամ դաշնակցությանը կոչ են անում, որ Դաշինքից դուրս գա եւ առանձին մասնակցի ընտրություններին, նշելով, որ ավելի հեշտ կմասնակցի։ Նման կոչեր միշտ էլ եղել են։ Դուք եթե մոռացել եք հիշեցնել 21 թվականին էլ էին նույն մտքերը հնչում, տարբեր մարդիկ նույնատիպ մտքեր էին արտահայտում, բայց միայն մենք կարողացանք անցնել ընդդիմադիր ուժ դառնալ եւ երրորդ ընդդիմադիր ուժը օրենքի ուժով մտավ խորհրդարան, այնպես որ եթե այսքան շատ խոսում են մեր չանցնելու մասին, դա վկայում է մի բանի մասին, որ իրենք մեզ տեսնում են շատ լուրջ մրցակից
Տպավորությունն որ պայքարը Հայաստան դաշինքի դեմ է, ոչ թե իշխանության։ Գիտեք ինչ, ինչ որտեղ եկեք մենք պետք է մի քիչ էլ այսպես ասած իրատեսորեն նայենք, գնահատենք իրավիճակը։ Բոլոր ընդդիմադիր ուժերը շատ լավ հասկանում են, որ այն մարդիկ, ովքեր նիկոլական են, ովքեր տառապում են նիկոլիզմով, նրանք նիկոլին ու ՆՔՊ-ին են ձայն տալու։ Եվ նրանցից ոչ մեկը, ոչ մեզ, ոչ մյուսին, ոչ այն մյուսին ձայն չի տալու։ Եվ բնականաբար մենք որպես մրցակից, հա, մենք ձայներ ենք ստանալու այն մարդկանցից, ովքեր նիկոլական չեն, նիկոլիզմով չեն տառապał։ Այսինքն մենք նույն դաշտի վրա ենք աշխատում։ Եվ որպես մրցակից մեզ այդպես են տեսնում, որովհետև մենք ավելի ճանաչելի ենք եւ բնականաբար մեր աշխատանքով ավելի ճանաչելի լինելով միգուցե նաեւ ավելի խոցելի ենք դառնում։ Չէ, տվյալ ուժը չի մասնակցում ընտրություններին։ Խոսքը հանրապետական կուսակցության առանցքային ներկայացուցիչների մասին, ովքեր ամենօրյա ռեժիմով հայտարարում են Հայաստան դաշինքը չի անցնելու։ Դե գիտեք ինչ, Էդ էլ միգուցե մի քիչ խանդի իրավիճակը, եթե իրենք այդպես են, իրենք չկարողա, իրանք համոզվեցին, որ այո փոշիացնում են իրենք ոչ միայն համոզվեցին, իրենք ըստ էության փորձը արդեն ունեին, չէ, իրենք չեն անցել նախորդ ընտրություններում, իրենք հայտնվել են խորհրդարանում, որովհետև օրենքներ պահանջում այդպեսին։ Այսինքն, գիտեք, էլի եմ ասում, մենք մրցակիցներ ենք, այո մրցակիցներ ենք, իրենք թեկուզ չեն մասնակցում, բայց ըստ էության մենք մրցակիցներ ենք, բայց միևնույն նպատակին ես համոզված եմ, որ միևնույն նպատակի համար պայքարող մրցակիցներ ենք, հասկանում եք, եւ ես ամեն դեպքում համոզված եմ, որ շարքային հանրապետականը ինքը ճիշտ ընտրություն կանի, ընտրության գնալիս նախ որոշի ու հասկանա, որ պետք է գնալ ընտրության եւ որոշի ու հասկանա, որ պետք է ընդդիմադիր ուժին ձայնը տա։ Այսինքն նաև ձեզ ճիշտ եմ հասկանում առանձին գնալու սցենարը չեք էլ քննարկել։ Ոչ, որովհետև մենք ի սկզբանե ասել ենք, որ մենք համոզված ենք, որ որևէ մեկ ուժ այս իշխանությունից հեռացնելու կարողականություն ցավոք սրտի այսօր չունի։ Մենք անընդհատ պայքարել ենք միավորվելու ուղղությամբ եւ այսինքն այդ պայքարի ճանապարհից շեղվենք հանուն նրա, որ մենք առանձին ենք մասնակցում, գնանք մենք այո, դաշնակցությունը առանձին էլ գնա ինքը այդ անցողիկ շեմը կհաղթարի, դաշնակցությունը առանձին էլ գնա այնքան կարողականություն ու մտավոր ներուժ ունի, որ այո ինքը կհաղթարի, բայց մեր նպատակը հաղթահարելը խորհրդարանում հայտնվելը չի, մեր նպատակը, մեր գեր նպատակը, մեր երկիրը այս իրավիճակից հանելն է, իսկ այդ իրավիճակից հանելու առաջին խնդիրը, որ պետք է լուծվի, այս ապիկար իշխանություններին հեռացնելն է, դա որևէ մեկ անձի, որևէ մեկ կուսակցության հնարավորությունների սահմաններից դուրս է։ Եվ մենք, այո, պետք է միավորված լինենք։ Ինչքան ավելի լայն միավորում կարողանայինք ստեղծել, շատ ավելի լավ։ Չհաջողվեց, բայց միևնույն է մենք համոզված ենք, որ այդ ընդդիմադիր ուժերով հետո ներսում մենք այդ միավորումը կունենանք եւ արդյունքում այս իշխանություններին կհեռացնենք իշխանությունից։ Եվ նաեւ ուզում եմ մի իրավիճակ պատկերացնենք, եթե իշխանափոխությունը տեղի չունենա, բայց դուք հայտնվեք ազգային ժողովում որպես ընդդիմադիր, ինչպես 21 թվականին։ Պատրաստ մի արաստ։ Իհարկե, չեմ կարող չհամաձայնել Տիկին Գյուղյան, բայց այնուամենայնիվ, եթե այդ սցենարը ունենանք, դուք եւ դուք էլ մանդատ ունենաք այդ նոր ազգային ժողովում։ Պատրաստ եք վերցնել այդ մանդատը եւ կրկին ընդդիմադիր գործունեություն ծավալել։ Եթե մասին այսպես չխոսենք դեռ, որովհետեւ վերընտրողը պետք է իմանա, քանի որ նախորդ տարիներին ձեզ պահանջը շատ էր ներկայացվում, որ մանդատները վայրդրեք։ Նախորդ տարիների նման պահանջը ինձ թվում է մենք լուրջ շատ իրավական ու ճիշտ գնահատական ու պատասխան է տրվել այդ պահանջին։ Տեսանք, որ այդ մանդատով չհաջողվեց Փաշինյանին հեռացնել ազգային ժողովից։ Այդ մանդատով չհաջողվեց, բայց եթե մենք այդ մանդատները վայր դնեինք, ապա այսօրվա ԿՊ-ն այսքան մաշված ու այսքան այս վիճակի չէր հայտնվի։ Այսօր մենք ունենք հանրության մեծ տոկոս, ովքեր դեմ են իշխանությանը, որովհետև նրանց համոզել ենք, նրանց ներկայացրել ենք փաստերով։ Հասկանում եք, այդ տեսանելի աշխատանքը մենք ենք արել։ Մեր մանդատները մեր ձեռքին ազգային ժողովում։ Թեկուզ շատ անշնորհակալ աշխատանք է եղել։ Մենք շատ լավ գիտենք, որ այո, բայց մենք մեր խնդիրը հանրության աչքերը բացելն է, մեր խնդիրը հանրությանը ցույց տալն է, որ այս իշխանությունը Ադրբեջանին ու Թուրքիային որպես թիկունք ունեցող իշխանություն է, այս իշխանությունը Ալիևու Էրդողանի պահանջները կատարող իշխանություն է։ Դա մենք արել ենք, այո, մեր վարկանիշի իջեցման գնով, որովհետև հո մենք միամիտ չէինք, մենք հասկանում ենք, չէ, որ եթե ասում ենք Նիկոլ կամ մյուս դու Ադրբեջանի կամքերի կատարողն ես,
այդ նշանակում է, որ այդ նույն ԿՊ-ն ու նրա թիմը պետքա մեր վրա հարձակվեր։ Հոնա չէր հարձակվելու խորհրդարանում չգտնվող մի ուրիշ ուժի մտքերի վրա։ Դա մեր բնական է դա։ Մենք այդ ամեն ինչը տարել ենք, մենք այդ ամեն ինչը հաղթահարել ենք միայն այն հույսով ու այն նպատակով, որ հանրության աչքերը բացվի եւ հանրությունը այսօր ճիշտ ընտրություն կանելու հնարավորություն ունենա, ճիշտ գնահատելու օրվա իշխանությունների արարքները ճիշտ գնահատելու հնարավորություն ունենա։ Էլի եմ կրկնում, ոչինչ որ մեր վարկանիշի իջեցման պատճառով, բայց ես չեմ էլ կարծում, որ մենք այդքան իջեցրել ենք մեր վարկանիշը, որովհետեւ մեր հարցումները մենք էլ ենք անկախ փորձագիտական տարբեր վերջին հարցումներով չեք հաղթահարում շեմը։ Վերջին հարցումը այդ գելափի հայտարարություն։ Դե գիտեք ինչ, միշտ պատվիրատուն, նայած ով է այդ պատվիրատուն։ Մենք էլ մեր հնարավորություններով։ Բայց հանուն արդարության ասեմ 21 թվականին էլ նշում էր, որ Հայաստան դաշինքն է հաղթելու, դա էլ ցավոք սրտի կյանքի չկոչվեց։ Ով է ասել, որ 5 տարվա մեջ այդ նույն կազմակերպությունները տարբեր ուղղություններով չեն սկսի թեքվել եւ տարբեր ծառայություններ չեն կարող մատուցել։ Այնպես որ հասկանա։ Այնպես որ էլի եմ կրկնում 21 թվականին նույնպես նույն կանխատեսումները կային, 21 թվականին նույնպես մեր մասին ամեն ինչ ասողներ կային, մեզ վարկանիշը իջեցնող ցանկացողներ կային, բայց մենք ձեռք բերեցինք այնքան, որքան ոչ մի ինդիմադիր ուժ ձեռք չբերեց, նույն տրամաբանությամբ ես ընդհանրապես ինդիմադիր ուժերի պայքարի ու արդյունքների մասին եթե խոսեմ, Վանաձորում ինդիմադիր ուժ է հաղթել, որին մենք աջակցել ենք, Գյումրիում ընդդիմադիր ուժ է հաղթել, Վաղարշապատում ընդդիմադիր ուժը բավականին մեծ տոկոսներ է տարել, Փարաքարում ընդդիմադիր ուժ է, հասկանում եք, ընդդիմությունը Նաև ձեր աշխատանքն է սա։ Այո, նաև ձեր աշխատանքն է։ Դա հիմա այսօր Վանաձորում բոլորը շատ լավ գիտեն, պատկերացնում են ինչ է կատարվել այս իշխանության օրոք Վանաձորի ընտրողների ընտրության արդյունքում։ Հիմա դուք ուզում եք ասել, որ ես ոչ մի դեր չեմ ունեցել դրա մեջ։ Էլ Աստծո ամեն օր ես ամբիոնից դրա մասին եմ խոսել։ Այսինքն այն ամենաչուզողն էլ որ չեր ուզում լսել, լսում էր իմ ասածը։ Եվ քանի որ ես հիմնովին էի բացատրում, հիմնարար էի փաստարկները ներկայացնում, ոչ մեկը չէր կարող մերժել։ Ոչինչ, որ ինձ էլ ասում է, իմ վարկանիշը կարող են ընկնել նրա համար, որ ես նույն բանը 10 անգամ էի ասում, ոչինչ, բայց 10 անգամ ասելով 100 անգամ, 100-ով, 200-ով, հազարներով ավելացրել եմ այն մարդկանց թիվը, ովքեր ընկալել են իրողությունը։ Հուսանք մենք հունիսի 8-ին այդ պատկերը կտեսնենք։ Եվ Տիկին Գյուրեղյան հայտնի է, որ իշխանությունը մեր հանրությանը պատերազմով է շանտաժանում, հայտարարելով, որ եթե իրենք չընտրվեն, ավելին ոչ միայն չընտրվեն, այլև սահմանադրական մեծամասնություն չստանան, ապա նոր աղետաբեր պատերազմը անխուսափելի է լինելու, նաև ժամկետը նշեց Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերին, այո։ Ձեր գնահատմամբ ընտրությունների ընդհանուր պատկերի վրա այս պատերազմի շանտաժը ինչ ազդեցություն կունենա, սա կստիպի մարդկանց գնալ քվեարկել Փաշինյանի օգտին, թե հակառակը։ Գիտեք, եկեք այսպես ասում ժամանակագրական կարգով նայենք։ Ինքը այդ հայտարարությունն արեց ու դրա այդ հայտարարությունից հետո սկսեց ուրախ ավտոբուսով էքսկուրսիաները, այսպես ասած, պերաշկին ու կուկուռուզը, չգիտեմ, այսպիսի եւ այլն, ընդհուպ մինչեւ մահեր զինվոր ոստիկանության աշխատողների ծառայեկիցների վիրավորումներ եւ այս ամեն ինչը ինքը անում է եւ գնում է առաջ, բայց մենք տեսնում ենք նաեւ, չէ, ինչպես է ընդունում այդ հանրությունը իրեն։ Այնտեղ եթե մինչեւ հիմա 1-2 հոգի էին իրեն ընդդիմանում եւ հակադարձում որևէ մտքերի, հիմա չկա միտեղ որ գնա ու այդ ընդդիմությունը ու այդ հակադարձումը չլինի։ Այսինքն ինքը իր քայլերով ավելի շատ մարդկանց է, այսպես ասած, ստիպում, որ հակադարձեն իրեն։ Այս վերջերս ընդհանրապես մի քաղաքացի շատ լավ միտք ասեց եւ գիտեք, սովորական քաղաքացի ասեց, այսինքն այդ ինչ է նշանակում։ Այդ ինչ քաղաքացի, այդ ինչ խաղաղություն է, որ կախված է մի անձից։ Այսինքն դու վաղը չլինես այդ խաղաղությունը չի լինելու, բա ինձ պետք է այդ խաղաղությունը։ Դրանից լավ པարզ բացատրություն։ Այսինքն այդ ինչ է խոստացել ինքը Ալիևին, որ Ալիևն իրեն խոստացել է պատերազմ չլինի եւ եթե հանկարծ իր խոստումը Նիկոլը չկատարի, պատերազմ կլինի։ Եկեք այս տրամաբանության մեջ մտածենք։ Դուք ունեք այս հարցի պատասխանը։ Ես ունեմ։ Այո, ինքը խոստացել է սահմանադրության փոփոխություն, ինքը խոստացել է 300,000 ադրբեջանցիների մուտքի ապահովում, ինքը խոստացել է 300,000 ադրբեջանցիների համար անվտանգության երրորդ ուժի ներկայացուցիչներ, որոնց կվստահի ադրբեջանցին, ասել եթե թուրք զինվորի ներկայություն Հայաստանում, սրանք է խոստացել։
Եվ բնականաբար ինքը իր խոստումների համար ինչ որ բան է ստացել։ Ինչ է ստացել, դա ժամանակը ցույց կտա։ Եվ ինքը շատ լավ գիտի, որ այդ խոստումները չկատարելու պարագայում ինքը ինչ պատժի առաջ է կանգնելու։ Եվ Ալիևն էլ այդ ամեն ինչը գիտի եւ նրան ասում է. եթե դու քո խոստումը չկատարես, ապա սա է լինելու, ապա դու քո պատժին ես արժանանալու։ Եվ դա է միակ բանը։ Այո, եւ ամենամեծ հնարքը, որ կարող է ինքը օգտագործել ժողովրդի դեմ, դա խաղաղության ու պատերազմի մասին էս երկխոսությունն է, որ անդադ տանում է։ Բնականաբար, ինքը գիտի, որ եթե չվերընտրվեց, ինքը պատժվելու է եւ այդքան հայ ժողովրդի պատժից չի վախենում, ինչքան այն մյուս կողմի պատժից, որին խոստացել է։ Ինքը շատ լավ գիտի, որ այդ խոստումների համար իսկ խոստացել է սահմանադրության փոփոխություն, ոչ թե սահմանադրական հոդվածների, այլ սահմանադրության փոփոխություն, որովհետեւ սահմանադրությունը փոփոխությունը հենց ենթադրում է հռչակագրից հրաժարում, ենթադրում է ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացից հրաժարում, ենթադրում է Արցախահայերի վերադարձի իրավունքի մասին ընդհանրապես չխոսելու խոստովանություն ու այս ամեն ինչ ինքը շատ լավ գիտի, իսկ այդ ամեն ինչը սահմանադրության փոփոխությունը առանց սահմանադրական մեծամասնության չի կարող լինել։ Այսքանը շատ լավ։ Իսկ նկատում եք խորհրդարանում է բերելու փոփոխի Տիկին Գյուլիան։ Չէ, որպեսզի հանրակրվեի գնա, պետք է խորհրդարանը հաստատի։ Խորհրդարանը պետք է հաստատի հանրակրվեի տանել սահմանադրության փոփոխությունը, իսկ որպեսզի խորհրդարանը հաստատի, իր 2/3 մանդատ է պետք խորհրդարանում։ Խորհրդարանը չի կարող այդ հոդվածները փոխել։ Պետք է խորհրդարանի որոշմամբ այդ նոր սահմանադրությունը գնա հանրակրվեի, որովհետև առաջին հոդվածը անփոփոխելի հոդված է, հռչակագիրը հանել հնարավոր չէ փոփոխություններով, պետք է սահմանադրությունը ամբողջությամբ փոխել։ Իսկ դրա համար իրեն 2/3 է պետք։ Սա շատ պարզ տրամաբանություն է։ Ինքը հենց դրան է ասում, դրա համար է ասում, պատերազմով վախեցնում է։ Այսինքն, այդ ինչ պատերազմով Այդ ինչ խաղաղության մասին է խոսքը, այն կողմի, երբ որ այսօր ասում եմ, մեր երաշխավորը խաղաղության, Ադրբեջանը խելքի հաշեցեք։ Այդ ոնց է Ադրբեջանը խաղաղության երաշխավոր, եթե այսօր նա իր զորքը մեր Հայաստանի սուվերեն տարածքներից դեռ չի հանել։ Մենք գիտենք, չէ, սահմաններում ադրբեջանական զորքը կանգնած է։ Այսինքն, եւ դեռ ավելին առաջ են գնում, որոշակի ավելի լավ դիրքեր են գրավում, առանց մի կրակոցի, առանց մի զինվորի մահի առաջ են գնում։ Այսինքն ինքը տալիս է, չէ՞ որ առաջ են գնում։ Էլ ինչի համար կրակեն։ Ինչի համար պատերազման է, եթե 300,000 ադրբեջանցին կգա, կդառնա մի քանի տարի հետո ընդամենը 1 միլիոն ընտրող ու երկրի կառավարումը ինքը կձևավորի։ Ինչի համար պատերազմ։ Դա ինքան պարզ տրամաբանություն է։ Պատերազմ իրոք չի լինի, եթե 300,000-ը գան։ Հաշվեք ադրբեջանցիների աճը ու հայերի աճը։ 300,000-ը մի քանի տարվա մեջ դառնալու է մեր ընտրողների 1 միլիոնը, մեր ընտրողության մասնակիցների կեսից ավելին։ Հերիք է էլի, առանց պատերազմի, առանց մի կրակոցի։ Հենց սա է։ Ադրբեջանը շատ լավ հասկանում է, ու Ադրբեջանը շատ լավ հասկանում է, որ եթե այս իշխանությունը հանկարծ չվերընտրվեց, հաջորդ ազգային իշխանությունը այս ապիկարների բոլոր ստորագրությունները միջազգային հարթակներով բողոքարկելու է։ Կարողանալու է դա անել։ Գիտեք ինչ, այո, կարողանալու են, ես չեմ ասում հենց վաղը, հենց մյուս օրը, դրա համար մեր ժամանակ է պետք, դրա համար ուժ է պետք, դրա համար պատերազմը լինելու, քանի որ փաստացի առ ոչինչ եք ճանաչելու խաղաղությունը, որը ունենք քիչ թե շատ այսօր։ Մենք փաստացի ճանաչելու ենք առ ժամանակին իր ստորագրությունները, ոչ թե առ ոչինչ ենք ճանաչելու խաղաղությունը։ Բա մինչև հիմա, որ ինքը չկար, այդ խաղաղությունը չկար, եկեք համեմատենք, էլի, իր ժամանակ իր իշխանության ժամանակ 3 պատերազմներ, ահավոր զոհեր, մահեր, ինչքան մահ ենք ունեցել, ինչքան զոհեր ենք ունեցել, եւ մինչև իրեն եղած ժամանակ ինչեր ենք ունեցել, խաղաղություն ենք ունեցել, պատերազմական իրավիճակ չենք ունեցել ենք ընդհանրապես քարորիա պատերազմ, որի մեջ մենք այդքան բայց մենք այդ զոհերին այսօր էլ հերոսացնում ենք, մեր այդ զոհերի անունները անուն գիտենք, հարգում ենք, հիշատակում ենք, մենք ցավոք սրտի մենք 44 օրյա պատերազմի զոհերի անունները դեռ մինչև վերջ չունենք, չգիտենք, ինչի մասին է խոսքը։ Ամեն ասում այդ ինչը ամեն մարդկանց աչքերը չոփով փակելով չի, ասելով չի։ Այնպես որ խաղաղությունը դա ուղղակի իմիտացիա է,
խաղաղությունը իմիտացիա է, քանի դեռ այս իշխանությունը կա, այսպես կտոր հանձնում է երկիրը եւ ասում է, այ եթե այս կտորը չտանք, խաղաղություն, պատերազմ կլինի, եթե հաջորդ այս կտորը չտանք, պատերազմ, կա գվի չարի վերջը։ Ինքը այդ նույն գործողությունն անում, ես դեռ վաղուց եմ իմ ելույթների մեջ հենց իրեն ասել, որ ինքը չարի վերջի հերոսի գործողություններն է իրականացնում։ Կտոր երկիրը հանձնում է, ինչի, ինչի պատերազմ, ինչ պատերազմ, եթե ինքը կտոր պատրաստ է հանձնելու։ Մենակ իր տակի աթոռը իրան կպած լինի։ Այլ հարցը հետո գուցե այդ աթոռը գնելու տեղ էլ չունենա։ Այդ հետոն իրեն չի հետաքրքրում, որովհետև ինքը շատ լուրջ պատժվելու վտանգ է տեսնում այդ խոստումները չկատարելու դիմաց։ Շնորհակալ եմ Տիկին Գյուլիան հետաքրքիր զրույցի համար։ Շնորհակալ։ Օրակարգն այսօր այսպիսին էր, այն ամփոփեցինք Ազգային ժողովի Հայաստան խմբակցության падգամավոր Արմենուհի Գյուլիանի հետ։ Կհանդիպենք։